Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ վերջնական որոշում կայացնելու։ Ադրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում նրա համար։ Բաքվի իշխանությունները Վարդանյանին, որը երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի պլանավորման, ահաբեկչության ֆինանսավորման և քաղաքացիների բռնի տեղահանման։ Նշեմ, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատավարություններն անցնում են առանց անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայության։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը X սոցիալական ցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ գրառումը, որտեղ 2 անգամ օգտագործել էր հայոց ցեղասպանություն ձևակերպումը։ Գրառումը մի քանի ժամ հասանելի է եղել, այնուհետև հեռացվել է էջից։ Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քրքը նոր հրապարակում է կատարել, անդրադառնալով միայն Ծիծեռնակաբերդ այցին, առանց հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակման։ Հիշեցնեմ, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը առավոտյան էր տիկնոջ հետ այցելել հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Արտահանում թե ներդրում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի երեկվա միջուկային գործարքի վերաբերյալ ելույթից հետո քննարկումներ ծավալվեցին այս թարգմանչական շփոթի շուրջ։ Այսօր մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեսանյութով ներկայացրել է, թե թարգմանիչները Վենսի հայտարարությունը հատուկ թարգմանել են այսպես. Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի մասին ենք խոսում, ներդրումների երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Մինչդեռ իրականում ըստ Կարապետյանի Վենսն ասել էր, սա նշանակում է Միացյալ Նահանգների մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած եւս 4 միլիարդի երկարաժամկետ պահպանման ծախսեր, վառելիքի եւ տեխնիկական սպասարկման պայմանագրերով։ Ըստ Նարեկ Կարապետյանի խոսքը պետական պարտքով ատոմային մոդուլի արկայանի մասին է, որի համար ներդրում են անելու ոչ թե ամերիկացի գործարարները, այլ Հայաստանի քաղաքացիները։ Նշեմ նաև, որ վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, թե Վենսի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը։ Շարունակենք։ Սպասվող եպիսկոպոսատ ժողովը, որի կայանալ չկայանալու շուրջ բավականին քննարկում էր ծավալվել, ի վերջո կայանալու է։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ անցկացման վայրն էլ անփոփոխ է։ Հիշեցնեմ, ժողովը կանցկացվի փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականները բոյկոտել են այս նախաձեռնությունը։ Ի դեպ, եպիսկոպոսատ ժողովի 4 անդամներ այս պահին կալանավայրում են, եւս 6-ի նկատմամբ երկրից չբացակայելու արգելք է սահմանվել։ Բաքվի Գոբուստան ավանում դիտավորյալ ռեստորան են հրկիզել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23-ին։ Որպես հրդեհի նախնական պատճառ նշվում է 2 անձանց միջև ծագած վեճը։ Այդ բանից հետո, երբ վեճը վերածվել է ծեծկրտուքի, մասնակիցներից մեկը բենզին է լցրել հաստատության վրա եւ այրել այն։ Այնուհետև նա դրսից փակել է դուռը, որպեսզի այցելուները չկարողանան լքել տարածքը։ Այցելուները փրկվել են փախուստ տալով խոհանոցի հետնամուտքով։ Հրդեհի հետևանքով մեկ մարդ ստացել է ոտքերի այրվածքներ եւ հոսպիտալացվել։ Այլ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Այսքան այս ժամին մեր ամփոփիչ թողարկումը ժամը 19-ին է, բաց չթողնեք։